Ես ավելին կխոսեմ իրանական փորձագիտական շրջանում, թե ինչ քննարկումներ են տեղի ունենում եւ ռուսական, եթե անդրադառնանք օգոստոս 8 2025 թիվ, ապա իրանական պաշտոնական դիրքորոշումը մենք տեսնում ենք դրական ինչ որ ազդակներ, որ ողջունում են խաղաղության գործընթացը, կային չեզոք հայտարարություններ եւ կային բացասական։ Հիմա մենք իսկ փորձագիտական շրջանակներում հիմնականում կամ չեզոք են կամ բացասական։ Հիմա իրանական պաշտոնական մակարդակում դրական հայտարարություն մենք չենք տեսնում, լավագույն դեպքում կարող ենք տեսնել չեզոք հայտարարություն, իսկ հիմնականում բացասական։ Այդ անդրադառնանք այս վերջի 1 տարվա, կես տարվա կտրվածքով հայտարարություններ, որը պարզը պայմանավորված է նաև Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից պատերազմի հետ։ Իրանական փորձագետների մտահոգությունները դեռ մնացել են։ Եվ այս վերջերս մենք նաև փակ քննարկում ենք կազմակերպել Կապանում, եւ այդ մտահոգությունները շատ պարզ եւ բաց քննարկվում էին, պարզը իրան կապված էին ուղղակի Հայաստան-Իրան կապի հետ, որը Իրանի համար կարող է ունենալ կենսական նշանակություն, որպես ելք դեպի Սև ծով եւ Եվրոպա եւ որպես այլընտրանք դեպի Ռուսաստան, որպեսզի լիովին կախված չլինեն Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Երկրորդը իհարկե մտահոգված են Միացյալ Նահանգների հնարավոր ներկայությամբ, որը գուցե նույնիսկ ռազմական չլինի, ապա կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով, դա նշանակում է որպես անվտանգության ոլորտում էլի հնարավոր սպառնալիք։ Եվ ինչպես մենք հասկացանք, հիմնական խնդիրը նա է, որ դեռ չկան հստակ դետալները, ոչ մեկ չգիտի թե ինչ ձևաչափով ամեն ինչ աշխատելու է, ինչը տեղ ունենալու գետնի վրա, հետևաբար, այո, հիմա Իրանը եւ ոչ իրականում Իրանը, հիմնականում մերձարևելյան պետությունների արտաքին քաղաքականությունը ուղղակի կապված է անվտանգության հետ։ Լինի դա Իրանը, լինի դա Իսրայելը, լինի դա արաբական էմիրությունները, հետևաբար, եթե խոսքը գնում է Միացյալ Նահանգների ներկայության մասին, նույնիսկ ինչ որ ընկերության փաթեթով, ապա իհարկե դա իրանք դիտում են որ անվտանգության լենզերով։ Նույնը ռուսական կողմը, բայց հիմա էլ մենք չենք լսում էլի դրական որևէ մեկնաբանություններ թրիպի վերաբերյալ, չնայած որ իդեպ Ռուսաստանը ինձ թվում է առաջի երկիրն է, որը կարողացավ օգտագործել, ոնց ասենք, թրիպի մոմենտումը, երբ որ մենք ստացանք ուղղակի երկաթգծով կապ Ռուսաստանի հետ։ Այն ինչ որ մեզ հետ կիսում են փորձագետները, վերջին նորություններից հետևյալն էր, որ Ռուսաստանը դեռ վերջնական իր մոտեցումը թրիպի վերաբերյալ չի հայտնել։ Դա կարող է պայմանավորված լինի երկկողմանի իրադարձություններ հիմնականում տնտեսական ոլորտում, որը տեղի ունենում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, դա կարող է պայմանավորված լինել ընդհանուր Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Այսինքն այստեղ Ռուսաստանի դիրքորոշումը կարող է փոխվել եւ այո, Ռուսաստան ունի որոշ լծակներ, բայց մեր տեսանկյունից Իրանը ավելի, հաշվառում որ դա Իրանի սահմանի մասին է խոսքը, Իրանի լծակները ավելին են, որպեսզի իրենց շահերը կամ մտահոգությունները Հայաստանը հաշվի առնի։ Հետևաբար, եթե Հայաստանը ուզում է, որ ընդհանրապես այս նախագիծը կյանքի կոչվի եւ տեղ ունենա, չես կարող անտեսել մտահոգությունները առնվազն Իրանի, որը սահմանի հենց զուգահեռ անցնում է այս ճանապարհը։ Իսկ եթե մենք ստանում ենք դեր մեսեջներ, որ կան մտահոգություններ, ապա առնվազն աշխատանքի տեղ դեր կա։ Շնորհակալություն։